Անդամ պետությունների հետ մենք քննարկեցինք Հայաստան-Եվրամիության գործընկերության բոլոր հիմնական ձեռքբերումները։ Արաբատ, հիմա դու ում գործակալն ես, արա, տենց էլ չհասկացանք։ Սատկացնում էին քեզ հրապարակում, չթողեցին, որ սատկացնեն։ Փաստորեն դուք ռուսների մարդը չեք, փաստորեն էտա դուրս գալիս, հա։ Կայա Կալասը հայտարարել էր, որ պատրաստվում են փող տալ Հայաստանին ընտրությունների օրերին արտաքին միջամտությանը հակազդելու համար։ Թե ռուսը փող չի տալիս, Արաբատ, կկիսվեք, մեշ կանեք, ինչ Եվ այդ ապուշները տեղակ չեն, օրինակ, որ Մոլդովա ԵԱՏՄ անդամ չի։ Իսկ մենք անդամ ենք։ Ասեմ ավելին, ՀԱՊԿ-ի անդամ ենք։ Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք։ Սաղ էներգետիկա, սաղ Ռուսաստան։ Եվ իրաց նախագահը Տիկին Սանդուն զոպե մեջ չի վազում Մոսկվա։ KGB-ի շենքի ֆոնի վրա չի նկարվում, Մայիսինի պարադներին չի մասնակցում, թե դու ինքդ որտեղ ա տեսել նմանություն Հայաստանի եւ Մոլդովայի մեջ։ Փող են տալիս, որ Նիկոլ ավելի կեղծի։ Աշխարհակաղակականության մեջ իրականում ամեն ինչ իր գինը ունի։ Եվ եթե պաշտոնական Երևանը այդպիսի բան է խնդրում, Բրյուսելն էլ ինքը ինչ որ խնդրանքների այսպես ցուցակ պետք է ներկայացնի, պահանջների ցուցակ ներկայացնի։ Պահանջներից մեկը վերաբերում է նրան, որ ռուսական էժան, որակյալ եւ որոնց մատակարարման հետ կապված երբեք մենք խնդիր չենք ունեցել էներգակիրներից հրաժարվելն է։ Այս մասին խոսել է Մարտակոսը, եւս մի եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյա։ Ավելին, ընկերներ, մի հատ այս լուրը համակցեք մեկ այլ լուրի հետ, որ առաջին անգամ պատմության մեջ Ադրբեջանից Հայաստան վառելիք է գալու։ Հասկանում եք ինչ է տեղի ունենում։ Խնդրում են Բրյուսելին աջակցություն ընտրությունների ժամանակ վերընտրվելու համար։ Բրյուսելը ասում է, դե այդ դեպքում գնացեք տնտեսական ինքնասպանության, Ռուսաստանի հետ տնտեսական կոոպերացիայից հրաժարվեք, ռուսական էներգակիրներից հրաժարվեք, փոխարենը հենա գնեք ադրբեջանականը։ Այսինքն ստացվում է, որ մեզ դիտակցաբար տանում են էներգետիկ կախվածության Ադրբեջանից։ Կողում են Ադրբեջանի տակ։ Դրա համար էլ հեծը վերցրեցին, ատոմականը կփագեն։ Ու սենց էլ իրանք բերեցին Նիկոլին։ Սենց է Սերժը ռուսներն էլ ասին ախպեջան, մենք անք այս մարդկանց համար կռիվ անենք, ինչ անենք, երկիր պահենք, Արցախ, ասում պետություն է կորսում, դե կորցրեք, երբ հայերը կհասկանան, որ այս Նիկոլը իրանց տանում է մորթելու, կան ընկնեն մեր ոտերն ասեն, уважаемый Владимир Владимирович Путин, помогите нам избавиться от этой политики, которая уничтожает Армению։ Այդ ժամանակ կարող է ինչ-որ բան ես անեմ, թե չանեմ։ Թե իշքան գնացին Նիկոլ ասեցին, դե թող գնան, որ պետք իրանց լավ ու վատը չհասկանան, տենց հարևան պետք է մեզ։ Չեք զբաղվում քաղաքականությամբ, դե մի զբաղվեք, գնացեք վարի գնացեք։ Դուք ձեր երաժշտությունով, տոնածառով յոլա գնացեք։